Համազգային ժողովը եկեք եթե բանանեք։ Եթե ուրիշ հարցեր չկա, թույլ տվեք մենք մոտենանք այնտեղ փորձենք ժողովը օրենսդրական մարմին է։ Հիմա այսօրվա օրենսդրությունը թույլ է տվել այս տեսակ վիճակ, որ սովորական քաղաքացիները կոնկրետ ես օրինակ թոշակառու եմ։ Թոշակառուի քարտից 5 միլիոն գողացվել է։ Հիմա իմ իրավունքները ոնց կարելի է պաշտպանել։ Դա օրենսդրական բան է այդ 5 միլիոն ուրեմն վարկա ձևակերպել ու իսկույն եւ այդ քաշվել է։ Հիմա օրենսդրությունը իդենտիֆիկացիան չի ուժեղաց, բավարար չի այդ իդենտիֆիկացիան, որ այդ զեղծարարը կարողացել է այդ բանը անել։ Ոնց է եղել ձեր մասնավոր դեպքի, ասեք ոնց եղել, SMS է եկել, կոդ եք հավաքել, ինչ է եղել, ոնց եք իմացել։ Ոնց եմ իմացել, որ ինչ որ լիստ այմում ինչ որ մի հատ ստից բան պետք է վաճառենք 2400 դրամով։ Պատկերացնում եք, հետո ուրեմն մեզ եկել է մի հատ լինք, այդ լինքով, որ ուրեմն պետքա մտնես, դու պետքա առաքումը տեղի ունենա, ուրեմն որպեսզի իրանք կարողանան ինձ վճարեն այդ գրքի համար, որտեղ այդ գիրքը այլևս դասագիրքը պետք չէր մի տունը տեղ զբաղացնում, ասենք մեկին ինչ որ մի բանի պետք է լինի, էլի։ Հիմա հետո եկավ Ինեկո բանկի պատուհանը, այսինքն ես իմ տվյալը երրորդ անձանց չեմ տվել։ Ոչ մի երրորդ անձ տվել եմ Ինեկո բանկին։ Ինեկո բանկի մեջ ոնց որ թույլատրել են, որպեսզի այդ մարդը իբր թե պիտի փոխանցման։ Ու այտենց 5 միլիոն քաշել տարել են։ Այսինքն օրինակի համար 5 միլիոն կար թե չէ, վարկ են ձևակերպել։ Վարկ են ձևակերպել տարել են։ Իմ ձեռքը ոչ փող ա եղել, ոչ բան ա եղել, ոչ մի բան չի տեսել, ոչ մի բան։ Ընդ որում դա արվել է լատվիական IP հասցեից։ Ընդ որում այդ ժամանակ ես լոգին եղած եմ եղել Երևանում եղած ժամանակ։ Դրանից մի անգամից հետո ես գնացել եմ ոստիկանություն։ Այսինքն անհնար է, որ ես գիտես ինչ, միաժամանակ համստեղ եմ համ Լատվիայում եմ։ Ուրեմն այդ դա մի հատ հասարակ մի հատ ծրագիր էր, որ պետքա բանկը իսկույն եւ այդ իդենտիֆիկացնել, բայց օրենսդրությունը դա չի պարտադրել։ Ուրեմն օրենսդրական բանկից որ դուք վարկ ունեք։ Ես տեսա, որտեղ բաց էր իմ մոտ բանը, այդ Ինեկո բանկի բանը։ Մեկ էլ տեսնեմ այնտեղ վարկա ձևակերպել ու փողերը քաշում են, հա։ Քաշում են փողերը, քաշում են, հասկանում եք, դա անհնար կլիներ, եթե այդ իդենտիֆիկացիան նորմալ արվեր։ Խաբվել եմ ես, որ դա եղել է Ինեկո բանկի պատուհանը, ուրեմն Ինեկո բանկը պետք է ինքը կարողանա անենց իդենտիֆիկացնի իր շահառուներին, այսպես ասած, որ այդպես ոք տեղի չունենա, բայց դա տեղի է ունեցել, բացառվում էր, որ դա տեղի ունենար օրինակի համար Ամերիկայում։ Որովհետև բանկը ինքն է տեր կանգնում այդ տեսակ զեղծարարությունների։ Հիմա այստեղ ասում են, չէ, դու էլ վճարի, բայց եթե բանկը տուժող ճանաչվի, ուրեմն բանկը տուժող ճանաչվելու պարագայում բանկը կսկսի մտածել ոնց անեմ ես, որ ուրեմն այդպես բան տեղի չունենա։ Այսինքն այդ իդենտիֆիկացիան արվի, անես ուզում մի հատ զանգ տային, թեկուզ մի կես ժամ, մի ժամ ժամանակ տարվեր մինչև այդ փողերը փախցնելը ձևակերպելուց, որտեղ ես իսկույն եւ այդ զանգ եմ տվել բանկ, տեսա որ sense բանա տեղի ունի, բայց ոչ մի բան չես կարող անես։ Հիմա ինչ է կանում դուք այդ վարկը մարում։ Հիմա չէ, վարկը ես չեմ մարում, ուրեմն 2 տարով հետաձգվել է հաշտարի միջոցով բանկի լուծումը, բայց մեկը իմ ձեռքը երբեք փող չի եղել, ես ինչի պետքա վճարեմ ինչ-որ մի բան, որը որ ես չեմ վճարել, էլ 5 միլիոն, ամսական 140,000 դրամ ես պետքա վճարեի օրինակի։ Ոչ մի կոպեկ չեք վճարել։ Չէ, ոչ մի բան չեմ վճարել։ Ինչի պետք է ես վճարեմ մի բանի համար, որը որ բանկը չի կարողացել պահպանի։ Շնորհակալ։